Սիրելի բարեկամներ, Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման, մեղադրելով նրան ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի դեմ իրականացված պատերազմի սանձազերծման եւ այլն խեղճատակություններով։ Ինձ համար ի սկզբանե ակնհայտ էր, որ Ռուբեն Վարդանյանը գերի ու պատանդ էր Ադրբեջանի ձեռքին եւ Ադրբեջանը մեծ խաղադրույք է իրականացնում Ռուբեն Վարդանյանին քրեական պատասխանատվության ենթարկելով եւ ապօրինաբար պահելով իր մոտ, փորձելով հետագայում առևտուր իրականացնել թե Հայաստանի հետ, թե Ռուսաստանի հետ եւ թե այլ իրողություններով պայմանավորված այլ երկրների հետ։ Ես Ռուբեն Վարդանյանին երբեք չեմ ճանաչել, անձամբ նրան չեմ տեսել, չեմ հանդիպել նրա հետ եւ ես ուղղակիորեն մարդկային առումով իմ ցասումն ու բողոքի ձայնն եմ բարձրացնում այս աղաղակող անարդարության վերաբերյալ։ Անկախ նրանից մենք Ռուբեն Վարդանյանի քաղաքական հայացքների, պատկերացումների, մոտեցումների, ձևակերպումների, իրականացվող քայլերի կամ անցած հետագծի վերաբերյալ ինչպիսի պատկերացում ունենք, մեզանից յուրաքանչյուրը, բայց նա այն բացառիկ դերակատարներից է, այն բացառիկ անհատականություններից է, որոնցով աշխարհը ճանաչում է մեր ժողովրդին, իր լավ ու վատ կողմերով, իր լավ ու վատ իրադարձություններով, զարգացումներով։ Սա ադրբեջանական խեղճատակությունն է, հայկական ամոթ ու նվաստացում։ Ու գիտեք ինչն է ինձ համար ամենից ցավալին, ամենից ողբերգականը, ամենից վրդովեցուցիչը, որ Հայաստանը Ադրբեջանի այս լկտի նվաստացնող, նսեմացնող, ստորացնող գործողությունների դեմ հակախաղ չունի։ Խաղաղություն ասելով, կամ ինչպես ասում են հալվա ասելով, բերանը չի քաղցրանում։ Խաղաղության ասելով, խաղաղությունը չի հաստատվում։ Միայն այս քարոզչությունը չի բերելու սպասված ու ցանկալի խաղաղությանը։ Առաջին հերթին, երբ քո պետականաշինության գործընթացի հիմքում, եթե դու չես դնում արժանապատվությունը, եթե դու չես դնում քո ժողովրդի ինքնությունը, եթե դու չես դնում քո ժողովրդի պատմությունը, լավ, վատ, ճիշտ, սխալ, եթե դու դասեր չես քաղում քո պատմությունից, եթե դու հետևություններ չես անում քո հարևանների վարած քաղաքականությունից, իդեպ Ալիևը մեզ սովորացնում է, թե ինչպես պետք է լինել թշնամի։ Ես ուզում եմ, որ մեր գիտակից հատվածը հասարակության ինքն իրեն հարց տա, մենք ինչի միջով ենք անցնում եւ ինչ մարտահրավերներ հիմա ունենք եւ որոնք են դրա լուծման հնարավորություններն ու հեռանկարները։ Ռուբեն Վարդանյանի դատապարտումը ես ամոթ ու նվաստացում եմ համարում յուրաքանչյուրիս համար։ Եվ ես պահանջում եմ ուղղակի միջազգային հանրությունից ձեռնարկել համապատասխան քայլեր նրան օր առաջ ազատելու համար։